Բարև ձեզ Արարատ հեռուստաընկերության եթերում շտապ օգնություն հաղորդաշարն է, մենք խոսում ենք մարդու առողջության մասին, հարգելի հեռուստադիտողներ, եւ այս պահից սկսած դուք ունեք 40 րոպե զանգահարելու եւ ձեր հարցը նույնպես ուղղելու այսօրվա մեր հյուրին, իսկ այսօր մենք խոսելու ենք դողի մասին, հարգելի հեռուստադիտողներ, կարծում եմ ձեր հարցերը շատ են լինելու եւ դրանք ընդունվելու են 54 89 34 հեռախոսահամարով ինչպես միշտ եւ շտապ օգնություն շնիկ ararat.gov.am էլեկտրոնային հասցեով, իսկ թեման մեզ եւ ձեզ համար լուսաբանելու է նյարդաբան Զարուհի Թավադյանը, այնպես որ նախապատրաստեք ձեր հարցերը, բայց մինչ հարցազրույցը փոքր ծանոթում։ Դողում են ձեռքերը, ոտքերը, գլուխը կամ մարմինն ամբողջությամբ, սրանք իրավիճակներ են, որ ծանոթ են շատերին, եւ եթե որոշ դեպքերում այս խնդիրը ժամանակավոր բնույթ է կրում, շատ հաճախ էլ այն պարզապես դառնում է քրոնիկ եւ ուղեկցում մարդուն բավական երկար ժամանակ կամ ամբողջ կյանքում։ Դողը կարող է ունենալ ֆիզիոլոգիական եւ հիվանդակին ծագում։ Այն կարող է հետևանք լինել մի շարք հիվանդությունների, օրինակ շաքարային դիաբետի, թիրեոքսիկոզի, մակերիկամների խնդիրների, ցրված սկլերոզի, երակային պաթոլոգիաների։ Ձեռքերի դողը շատ հաճախ կարող է նաեւ պարանոցային օստեոխոնդրոզի հետևանք լինել։ Ինչ է տեղի ունենում օրգանիզմում դողի պահին։ Ինչ մեխանիզմներով է առաջանում այդ երևույթը։ Ինչ կապերի մեջ է այն այլ գործառույթների հետ։ Ինչպես է ախտորոշվում դողի տեսակը եւ վերջապես ինչ են առաջարկում բժիշկները առանց դողի ապրելու համար։ Եվ այսպես շտապ օգնության տաղավարում այսօր նյարդաբան Զարուհի Թավադյանն է եւ մենք այսօր խոսելու ենք դողի մասին, հարգելի հեռուստադիտողներ, ձեր հարցերը կընդունենք 54 89 34 հեռախոսահամարով։ Բարև ձեզ բժշկուհի։ Շատ շնորհակալ եմ, որ կրկին ժամանակ տրամադրեցիք եւ եկաք մեր հաղորդաշարին հյուր։ Նախորդ անգամ մենք շարժողական խանգարումների մասին խոսեցինք եւ բավական մեծ արձագանք եղավ հեռուստադիտողների կողմից, բայց դողը մնաց այսօրվա հանդիպմանը։ Խնդրում եմ նախ ասենք, թե ինչ է դա, որովհետև տարբեր տեղեր կարելի է տարբեր ձևակերպումներ հանդիպել դողի մասին, ի վերջո դա պատասխան ինչ-որ ռեակցիա է տեղի ունեցող արտաքին կամ ներքին իրադարձություններին, դա հետևանք է ինչ-որ հիվանդությունների, թե հնարավոր է օրգանիզմի ընդհանուր պաշտպանողական մի մեխանիզմ, չգիտեմ, ինչ է դողը։ Նախ շնորհակալություն հրավերի համար, թեման ինձ համար շատ հետաքրքիր է եւ ինձ թվում է, որ շատ շատերին էլ հետաքրքիր կլինի, որովհետեւ դողի տարածվածությունը իրականում բնակության մեջ բավականին բարձր է, ընդհանուր առմամբ եթե դողը վերցնենք, անկախ իր պատճառից, եւ ինձ թվում է մեծամասնությունը գոնե մեկ անգամ կյանքի ընթացքում զգացել են ինչ-որ հանգամանքներից ելնելով ստրեսի ժամանակ, թե ինչ-որ հիվանդությունների ժամանակ ունեցել են դող։ Դողը իրենից ներկայացնում է մարմնի որևէ մի հատվածի տատանողական շարժում եւ դա տեղի ունենում բնականաբար մարդու կամքից անկախ։ Այո։ Դողը կարելի է շատ տարբեր ձև դասակարգել, այո, դասակարգումները բավականին շատ են, բայց նաև պետք է սկզբից ասել, որ պարտադիր չէ, որ դողը լինի ախտաբանական ինչ-որ պրոցեսի նշան։ Մենք բոլորս ունենք ֆիզիոլոգիական դող, որը տեսանելի չէ եւ որևէ կլինիկական նշանակություն չունի, բայց տարբեր ստրեսային գործոններից ելնելով կամ հիվանդություններից, այդ նույն թիրեոտոքսիկոզը կամ գլուկոզայի բարձր մակարդակարյան մեջ, կամ որոշակի դեղորայքի ազդեցության տակ մենք մեր ունեցած ֆիզիոլոգիական դողը կարող է ուժեղանալ եւ տեսանելի դառնալ, բայց դա ոչ թե առանձին հիվանդություն է, այլ մեր ունեցած ֆիզիոլոգիական նորմալ դողի ուժեղացումն է եւ դա հիվանդության առանձին հիվանդության մասին չի խոսում։ Հասկանալի է։ Դուք նշեցիք, որ դողը փաստորեն մարմնի ինչ-որ հատվածի տատանողական, ակամա շարժումների ամբողջությունն է։ Իսկ երբ մարդիկ բնութագրում են, որ ամբողջ մարմնով դողում է այդ պահին եւ այլն, դա նույնպես իրական է, թե դա այդ պահի իրենց սուբյեկտիվ զգացողությունն է։ Մեծամասամբ սուբյեկտիվ զգացողություն է, չնայած լինում են դեպքեր, շատ արտահայտված դողով պացիենտներ են լինում, երբ որ դողում են եւ ձեռքերը, եւ ոտքերը, եւ իրանը, եւ գլուխը, այդ դեպքում կարելի է պատկերացնել, որ ամբողջ մարմնով դող կա, բայց
երբ որ այլապես առողջ մարդը ինչ որ ստրեսային գործոնի, հա, ազդեցության տակ ունենում է դող եւ բնորոշում է որպես ամբողջ մարմնի դող, իհարկե դա ավելի շատ սուբյեկտիվ զգացողություն է, քան իրականություն։ Ներքին դող շատ են գանգատվում, ներքին դող, որը որ տեսանելի չէ, բայց այո, գանգատվում է, դա սիրտը թարթարվում է, չգիտես դրանք։ Այո, դա ինչ որ տեսանելի չէ եւ որևէ կլինիկական նշանակություն չունի որպես դող հասկանալի է դա դող չէ եւ դուք ասացիք որ դողը կարող է լինել նորմայում որը տեսանելի չէ այսինքն այն կա բոլորիս մոտ այսինքն մեր մկանները միշտ որոշակի աստիճանի կծկվածության մեջ են կծկումների մեջ են Եվ խնդրում եմ նկարագրեք, թե ինչ է կատարվում օրգանիզմում, որ ասենք թե վախից կամ սթրեսի մեկ այլ գործոնից մարդու մոտ արտահայտված են դառնում այդ շարժումները եւ մկաններն են սկսում ավելի ակտիվանալ, թե նյարդերն են դրդում, ինչ է կատարվում օրգանիզմում։ Եթե պարզ պատկերացնենք, սթրեսի ժամանակ մեր օրգանիզմում տարատեսակ ստրեսային հորմոններ, նյութեր են արտադրվում, նույն ադրենալինը, հա, որ բոլորիս շատ հայտնի է, երբ որ ինչ որ վտանգ կամ, չգիտեմ, վախի գործոն է եղել, միշտ ադրենալինի արտազատումը տեղի ունենում եւ ոչ միայն ադրենալինի, ինքը արդեն խթանում է այն ընկալիչները, որոնք բերում է դողի ուժեղացմանը, ֆիզիոլոգիական դողի ուժեղացմանը, նույնն էլ հիպերթիրոզի ժամանակ, որը տենց բնակչության մեջ հայտնի է ավելի շատ որպես թունավոր խպիպ, հա, այդ հիվանդության ժամանակ, երբ որ կա վանաձև գեղձի հորմոնի բարձր արտադրություն, այդ ժամանակ էլի նույն մեխանիզմով առաջանում է այդ նորմայում եղած դողը ուժեղանում է ուղղակի։ Բժշկուհի, ուժեղանում է այդ կծկումները ավելի ուժգին են դառնում, թե դրանք ավելի հաճախակի են դառնում։ Եվ ավելի հաճախակի, եւ ավելի ամպլիտուդով ավելի մեծ։ Այո, եւ հաճախականությունը նման դողեր սովորաբար բարձր է լինում։ Ես չեմ ուզում խորանամ թվերի մեջ, քանի հերց եւ այլն, բայց դողը ինքը իրանով նաեւ դասակարգվում է ըստ հաճախականության, կա ավելի դանդաղ, կա միջին հաճախականության դող, կա ավելի արագ եւ այս դողի տեսակը, որի մասին մենք նոր խոսում ենք, հա, ինքը ամենահաճախականությունը, բարձր հաճախականությամբ դողի տեսակներից է։ Հասկանալի է։ Խնդրում եմ մի փոքր այդ դողի դասակարգմանը նորից անդրադառնանք մի փոքր ավելի մանրամասն։ Փաստորեն ֆիզիոլոգիականն է դասակարգման մի ձևը, որը նորմայի համարվում դա թողնենք հանգիստ եւ ախտաբանականը, երբ մարդուն դա փաստորեն դիսկոմֆորտ է պատճառում կամ կարող է բերել նաեւ այլ հետևանքների, սկսած սոցիալիզացվելու, ահա, ճանապարհին ստեղծված բարդություններից մինչև այլ հիվանդագին պրոցեսներ։ Խնդրում եմ ասեք, թե այդ հիվանդագին ախտաբանական դողը ինչպես է դասակարգվում ըստ տեղակայման, ըստ ծագման, ըստ նրա տևողության, որովհետև գաղտնիք չէ, որ հնարավոր է դողը մի պահ լինի եւ անցնի եւ հնարավոր է այն ընդհանրապես միշտ սկսի ուղեկցել մարդուն։ Ըստ տեղակայման այդ ամենակարևոր հարցն է, որովհետև ըստ դրա արդեն կարելի է գնալ դեպի ախտորոշումը, հա, դա բավականին կարևոր է։ Ըստ դողալ կարող է ցանկացած մարմնի մաս, բայց հիմնականում դողում են ձեռքերը, հա, ավելի հազվադեպ ոտքերը, նաև կարող են դողալ գլուխը, ձայնը, հա, ձայնալերը, ծնոտը, լեզուն, շրթունքները, Աչքերը հնարավոր, այդ աչքը խաղալը դողի նշան է։ Չէ, դա առանձին խնդիր է, դա դողի հետ կապ չունի, բայց ցանկացած մարմնի մաս կարող է դողալ եւ իրանը կարող է դողալ, այո։ Եվ կախված նրանց թե տեղակայումը դողի ինչպիսին է, մենք արդեն կարող ենք մտածել սա որ հիվանդություն է, ինչ ավելի հավանական որ հիվանդություն կլինի։ Եկեք առանձին դրանց մասին խոսենք։ Ամենատարածվածը երևի թե ձեռքերի դողն է։ Ես իմ պատկերացմամբ, չգիտեմ, նման վիճակագրություն կա թե ոչ, ինչի մասին կարող է հուշել
ձեռքերի դողը։ Եվ արդյոք դա ինչ-որ մի հիվանդության հետևանք է, թե ես հիվանդություն նկատի ունեմ նաև այդ հորմոնալ փոփոխությունները, դիսբալանսը, որ առաջանում է ձեր նշած կամ վահանաձև գեղձի կամ դիաբետի դեպքում, ինչպես նշեցիք, ինչպես նաև արդյոք նա կարող է լինել ոչ թե հետևանք, այլ պատճառ կամ նախանշան մեկ այլ խնդրի։ Հիմա եթե վերցնենք երկրորդային, ուժեղացված ֆիզիոլոգիական դողը, որ մենք մի քիչ առաջ խոսում էինք, մենք արդեն պատճառները քննարկեցինք, դա կարող է լինել հիպերտիրոզը, կարող է լինել շաքարային դիաբետի ժամանակ գլյուկոզայի բարձրացման կամ ընդհակառակը իջեցման ֆոնի վրա, կարող է լինել տարատեսակ դեղերի ընդունման ֆոնի վրա, շատ տարբեր, կարող է լինել, չգիտեմ, ջերմության, ինտոքսիկացիայի, ծանր մետաղների, այսինքն գործոնները շատ են։ Բայց դա ուժգնացնում է ֆիզիոլոգիական դողը։ Այսինքն ժամանակավոր է լինում։ Այո, ժամանակավոր է լինում, միջև որ դուք չշտկեք այն գործոնը, որ ուժեղացնում է ազդակը չհեռացնեք։ Այո, այսինքն եթե դուք շտկեք, չգիտեմ, գլյուկոզայի մակարդակը կամ վահանաձև գեղձի ֆունկցիան շտկեք կամ հեռացնեք այն գործոնը դեղը, դադարեցնեք այն դեղի ընդունումը, որը առաջացնում է դողը, բնական դող չեք ունենա։ Իսկ մյուս տեսակները Մյուս տեսակները արդեն ախտաբանական դողի տեսակներին ամենատարածված, եթե խոսենք ձեռքերի դողի մասին, դա էսենցիալ դողն է, որը մոտավորապես 5% բնակչության ունի այդ հիվանդությունը, բայց հիմնականում այդ դողը այնքան թեթև է լինում, մեղմ է լինում, որ նույնիսկ բժշկի չեն դիմում նման պացիենտները, այն շատ կայուն է կամ շատ դանդաղ ընթացք ունի, այսինքն տասնյակ տարիների ընթացքում մարդիկ կարող են տեսնել, որ դողը մի քիչ ավելացել է, բայց դա իրենց չի խանգարում ոչ մի առօրյա գործողություններում, աշխատանքում, եւ նրանք կարիք չեն տեսնում նույնիսկ բժշկի դիմել եւ շտկել դողը։ Բժշկուհի մենք խոսում ենք էսենցիալ դողի մասին։ Փաստորեն սա ձեռքերի դողն է, որը այդքան ծանոթ է բնակչության 5%-ին, ինչպես դուք նշեցիք, եւ սրա ծագումը ինչի հետ է սա կապվում, սա նույնպես ինչ որ ազդակի ազդեցության տակ է լինում, թե պարզապես այդ 5%-ին բնորոշ է, որ կյանքի ինչ որ փուլում պիտի սկսի նրանց մոտ ձեռքերը դողալ։ Էսենցիալ դողը ժառանգական հիվանդություն է, իհարկե լինում են եւ այսպես ասած սպորադիկ դեպքեր, երբ որ հիվանդությունը ուղղակի առաջանում է առանց որևէ ժառանգական գործոնի, բայց մեծամասնությունը 90% մոտավորապես դեպքերի ժառանգական է, երբ որ հստակ ընտանիքում կա մորից կամ հորից ժառանգում, եւ ընտանիքի այլ անդամներ էլ կան, որոնք ձեռքերը դողում են։ Եվ պարտադիր չէ, որ միայն ձեռքերը դողան, կարող են ձեռքերը դողալ, կարող է շատ հաճախ գլուխն է դողում, ձայնը, այո, ավելի հազվադեպ ոտքերը, Էսենցիալ դողը հիմնականում շատ արտահայտիչ չի լինում, դրա համար, ինչպես ասեցի, բժշկի դիմելու կարիք չի լինում եւ իսկապես կարիք չկա, քանի որ դա բուժելի հիվանդություն չէ եւ բժիշկը կարող է օգնել միայն սիմպտոմատիկ տեղով, այսինքն դողը նվազեցնող տեղով, թույլ արտահայտված դեպքում, երբ որ դողը չի խանգարում, իմաստ չունի ուղղակի բժշկին դիմել նման խնդիրով։ Այո։ Իսկ ինչու է այդ երևույթը կոչվում էսենցիալ դող։ Ինչ բառ է դա եւ ինչու է ընդգրկվել այդ արտահայտության մեջ։ Ճիշտն ասած, չեմ կարող ասել, կոչվում է բարորակ էսենցիալ դող։ Իհարկե հիմա արդեն այդքան էլ բարորակ չի համարվում, որովհետեւ արտահայտված դեպքերում շատ կարող է ազդել կյանքի որակի վրա եւ հիվանդը չի կարող ինքնուրույն օրինակ հագնվել, սնունդ ընդունել, ջուր խմել բաժակից կամ նույնիսկ կոճակները կոճկել, գրել, դժվարացնում է մարդու կյանքը, որակի վրա է ազդում։ Ոչ միայն որակի վրա, նաեւ առօրյա գործունեության վրա եւ նաեւ աշխատունակության վրա նման մարդը բնականաբար չի կարող ինչ որ աշխատանք կատարել, որը
կապված է գրելու հետ կամ չի կարող ատամնաբուժ աշխատել կամ վիրաբուժ, հա, կամ նմանատիպ աշխատանք չի կարող կամ ոսկերիչ։ Հասկանալի է։ Մենք ունենք արդեն հեռախոսազանգ, լսենք հեռուստադիտողին բժշկուհի, ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բժշկուհի ջան, մի խնդրանք ձեզ։ Տղաս 2 ամսից կլինի 19 տարեկան, ծառայում է Հայոց բանակում, 4 ամիս է ապրել։ Մինչև ծառայությունը նրա մոտ կար անձի շեշտվածություն եւ իրավիճակային ռեակցիաներ աֆեկտիվ տիպի։ Այդպես ծառայում է։ Ես 2 ամսից գնացի իրեն տեսակցության, տեսա, որ ձեռքերը շատ ուժեղ դողում է ու լեզվի թլոսություն, բառերը լավ չէ կարողանում են արտահայտել։ Խնդրում եմ, կասեք, բուժումը ինչպիսին է կամ այդպես ոնց ինչպես անենք, որ ծառայի դեռ տարի 8 ամիս կա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար։ Անձի ճեղքվածություն եւ փաստորեն դրանից հետո նաեւ ձեռքերի ուժեղ դող, նաեւ երևի լեզվի հետ կապված լեզվական արտիկուլյացիոն խնդիրներ։ Նման հիվանդին իհարկե այդպես հեռակա հնարավոր չի որևէ խորհուրդ տալ, ոչ հետազոտման, ոչ էլ բուժման համար միանշանակ պետք է հետազոտվի, պետք է մասնագետ նայի, եթե անձի փոփոխություն կա եւ հոգեբուժ եւ նյարդաբան, դողը նաեւ ուզում եմ ասեմ դողը կարող է եւ փսիխոգեն լինել, այսինքն պարտադիր չէ որ օրգանական կամ ինչ-որ նյարդաբանական հիվանդության արդյունքում առաջանա, լինում են դեպքեր, չնայած հազվադեպ, երբ որ դողը կարող է լինել հոգեկան օրինակ հիվանդության արդյունքում կարող է առաջանալ։ Հասկանալի, այսինքն պետք է գնալ, նորմալ հետազոտվել։ Պետք է նորմալ հետազոտվել, այո, եւ պատճառները կարող են շատ տարբեր լինել։ Այո։ Բժշկուհի, դուք ասացիք, որ էսենցիալ դողը ժառանգական խնդիր է փաստորեն եւ փոխանցվում է սերունդներին, խնդրում եմ ասեք, թե ովքեր են հատկապես հայտնվում թիրախում, կա տարբերակում, թե ասենք, թե որ սեռի ծնողներից կամ ապուպապերից, ում է անցնում ավելի հաճախ եւ կյանքի որ փուլում է դա արտահայտվում, դա երեխաների մոտ նույնպես հնարավոր է, որ հենց մանկության տարիներին էսենցիալ դողը իրեն ցույց տա։ Նույնպես հնարավոր է, որ մանկական հասակում սկսվի էսենցիալ դող, դա նույնիսկ բնորոշ է էսենցիալ դողին, երկու պիկ կա, մեկը մանկական եւ դեռահասության տարիքում, հա, երբ որ հիվանդությունը կարող է սկսվել, եւ մյուսը արդեն ավելի ուշ տարիքում 50 տարեկանից հետո, հա, եւ ինչքան տարիքը մեծանում է, էսենցիալ դող ունենալու հավանականությունը մեծանում է, այն ինչ որ մենք ասում ենք ծերունական դող, այո, այդ դեպքերի մեծամասնությունը իրականում ուղղակի էսենցիալ դող է։ Այսինքն երեխաները նույնպես կարող են։ Այո, այսինքն պետք է, երբ որ հարցում են ժառանգականության մասին, շատ հաճախ հաշվի չեն առնում նման պապիկներին կամ տատիկներին կամ ծնողներին, ովքեր որ, չգիտեմ, 80 կամ 90 տարեկանում դող են ունեցել, համարում են, որ դա նորմալ է եւ պետք է լինի։ Այո։ Դա եւս հիվանդություն է, ուղղակի ավելի նույն հիվանդություն է, բայց ավելի ուշ տարիքում առաջացած։ Եվ եթե երեխայի մոտ ծնողը նկատում է, ասենք թե այդ դեռահասի մոտ, երբ դուք պիկը նշեցիք, հնարավոր է արտահայտվի, ծնողը նկատում է, նա նույնպես կարող է ուշադրություն, այսինքն չգնալ բժշկի, ինչպես դուք ասացիք, թե այս դեպքում միթե չի գործում այդ բժշկին վաղ դիմելու էֆեկտիվության գաղափարը։ Տվյալ դեպքում ոչ, որովհետև առայժմ որևէ դեղամիջոց չկա, որ կարող է այս հիվանդությունը բուժել, հա, կամ գնացնել, կամ հետ դարձնել, կամ ընթացքի վրա որևէ ձևով ազդել։ Հիվանդությունը իր ընթացք ունի շատ դանդաղ տարիների կամ նույնիսկ տասնյակ տարիների ընթացքում, բայց տվյալ պահին իմաստ չկա, միգուցե մի քանի տարի անց ինչ-որ բան փոխվի, նոր բուժման միջոց հայտնաբերվի կամ որևէ մի նոր դեղ, որ կազդի հենց հիվանդության ընթացքի վրա։ Այո։ Գոյություն ունի միայն սիմպտոմատիկ բուժում, այսինքն եթե դողը արտահայտված է այնքան, որ խանգարում է ուսմանը կամ աշխատանքին, այն դեպքում իմաստ ունի սիմպտոմատիկ բուժման համար բուժվել եւ բազմաթիվ դեղեր կան, իհարկե միջև այդ պետք է ախտորոշումը հաստատել։
Դրա համար պետք է հետազոտվել։ Մինչև ախտորոշման մանրամասներին անցնելը լսենք հաջորդ հեռուստադիտողին բժշկուհի, ալո։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բժշկուհի ջան, ուզում եմ մի հարց ուղղել ձեզ։ Նակոմ դեղի վերաբերյալ, եթե հնարավոր է, կարող եք ասել, դրա մաքսիմալ դոզան որն է, մինչև ինչքան կարող ենք դոզան բարձրացնել, որտեղ տարբեր բժիշկներ ինձ ասել են, որ երբ որ շատ ես օգտագործում, ինտոքսիկացիա է սկսվում, բայց վերջերս իմացա, որ նույնիսկ շատ ավելի դոզա էլ կարող ենք բարձրացնել դեղի դոզան, ուղղակի ինձ հետաքրքրում է հիվանդների մոտ տարբեր անհատական է, թե ինչ-որ բարձր դոզագոյություն ունի, որ կարող է օգտագործել։ Շնորհակալություն շատ։ Շնորհակալություն։ Նակոմը դա հակապարկինսոնային դեղամիջոց է, որ մեր շուկայում առկա է, դա փոխարինող թերապիա, որը դոֆամինի, փոխարինող այդպես պրեպարատ է։ Մաքսիմալ դոզայի, եթե ինստրուկցիան նայեք, կտեսնեք, որ մոտավորապես մինչև 2000 միլիգրամ օրական կարող է օգտագործվել, բայց իհարկե շատ հազվադեպ է, որ այդ բարձր դոզաները պետք է լինում։ Տանելիությունը ինդիվիդուալ է, մի պացիենտ կարող է ցածր դոզաների վատ տանել, մյուսը ընդհանրապես ոչ մի խնդիր չունենալ, բայց նակոմը բացի նման հարցից հեռակա բազմաթիվ խնդիրներ կան նակոմի երկարատև ընդունման հետ, որոնք պետք է քննարկվեն բուժող բժշկի հետ, նայած թե հիվանդը իհարկե քանի տարեկան է, եթե մեծահասակ է, կարելի է ավելի հանգիստ լինել, բայց եթե պացիենտը երիտասարդ է, մինչև 60-65 տարեկան, պետք է շատ լավ պատկերացնենք, թե նակոմ ընդունելով 5 կամ 10 տարի հետո ինչ խնդիրների առաջ կարող եք կանգնել։ Հաջորդ հեռուստադիտողը նույնպես կապի մեջ է, բժշկուհի, լսենք, ալո։ Բայց հիվանդը ունի դողի հետ միասին շարժողական խնդիրներ, չի կարող ընդհանրապես քայլի, խոսա, ասնվի, ոչ մի բան ընդունակ չի ինքն իրանով անից, տարի ու կեսա պարկած վիճակա մոտը։ Կուզենք իմանանք ինչ կարելի անել կամ որտեղ տանենք հետազոտման։ Շնորհակալություն։ Փաստորեն բացի դողից տեղ կա նաև շարժողական խնդիր եւ հավանաբար հավասարակշռության եւ դանդաղկոտություն կա եւ մկանային կարկամություն կա, ենթադրում եմ, որովհետեւ պացիենտին բնականա չեմ տեսել, անել ամեն դեպքում շատ բան կարելի է անել եւ պացիենտին կարելի է օգնել, բայց պետք է նախ հետազոտվի եւ ախտորոշումը լինի, ըստ դրա արդեն կարելի է բուժման մասին խոսել։ Իսկ բոլոր նյարդաբանների մոտ հնարավոր է այդ ախտորոշումը կատարել, թե այս դեպքում պետք է մի քանի մասնագետների դիմել, տարբեր մասնագետների նկատի ունեմ եւ ասենք թե նյարդամկանային համակարգը ընդհանուր գնահատականի արժանացնելու համար։ Եթե օրինակ նոր սկսվող որևէ շարժողական խնդիր, օրինակ Պարկինսոնի հիվանդությունը նոր սկսվող, ինձ թվում է որևէ խնդիր չկա, որ ցանկացած նյարդաբան կարող է դրանով զբաղվել, բայց ժամանակի ընթացքում բազմաթիվ խնդիրներ են ի հայտ գալիս, մոտավորապես մի 5-6-10 տարվա ընթացքում եւ դեղորայքային բուժման հետ կապված եւ ինքը հիվանդությունը բազմաթիվ այլ եւ շարժողական եւ այլ ոչ շարժողական նշաններ ունի, որոնք գումարվում են հետագայում։ Եվ ստեղ արդեն մասնագիտացված ծառայության կարիք կա իհարկե։ Ավելի ճիշտ կլինի, որ արդեն նեղ մասնագետը զբաղվի նման հիվանդով։ Բժշկուհի, մենք էլի ունենք հեռախոսազանգ, լսենք հեռուստադիտողին, ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ողջունելի է ձեր հաղորդաշարը։ Եթե կարելի է մի այսպիսի հարց, ես 38 տարեկան եմ եւ աշխատունակ եմ, ամեն ինչ անում եմ, բայց մրսում եմ, այսպիսի դող առաջանում, որը մինչև չեմ տաքանում, ասենք
թեկուս ֆենով կամ հաստ ֆերմակով ես չեմ լավ զգում։ Խնդրում եմ պատասխանեք, ոնց ինչի հետ է կապնված դա։ Դա միայն ամռանը չի լինում։ Մնացած բոլոր տարվա եղանակներում պատահում է։ Ու Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Չկան հասկացամ մրսելու, հա։ Այո, մրսածության զգացողության, հա։ Բայց ինձ համար պարզ չի տեսանելի դող կա, թե չկա, որովհետև ոնց որ սկզբից խոսեցինք, բավականին հաճախ հնչող գանգատ է, երբ որ հիվանդը գանգատվում է ներքին դողից, հա, կամ այդ զգացողություն, դողի զգացողությունից, բայց դող իրականում չկա, այսինքն նա կարծում եմ, եթե նա մրսելու դող է նշել, ուրեմն տեսանելի է, որովհետև մրսելուց մենք բոլորս զգում ենք, որ իսկապես դողում ենք։ Ճիշտն ասած դժվար է մեկնաբանել նման դողը։ Եթե միգուցե ինչ-որ մի բազային դող կա, հա, որը որ ժամանակ առ ժամանակ ուժեղանում է եւ առանց տեսնելու դժվար է ասել, այսպես չեմ կարող մեկնաբանել։ Հիմա պատկերացնենք մի իրավիճակ բժշկուհի, որ կինը կամ մյուս հեռուստամարդիկ, ովքեր այդ դողի պատճառով դիսկոմֆորտ են զգում կամ մեկ այլ դժվարություն ունեն, եկել են ձեզ մոտ ախտորոշման եւ բուժման։ Ինչպես է տեղի ունենում այդ ախտորոշումը։ Գաղտնիք չէ, որ իսկապես դողը կարող է նաեւ այլ հիվանդությունների առաջացման նախանշան լիներ, ինչպես պարկինսոնիզմի դեպքում դուք նշեցիք, կամ ցրված սկլերոզի դեպքում, կամ այլ ախտաբանությունների, ինչպես է տեղի ունենում այդ ախտորոշումը, ընդհանրապես հարց ու փորձ անելով, թե ինչ որ սարքավորումներով մարդը հետազոտությունների է ենթարկվում կամ ինչ որ անալիզներ է հանձնում։ Եթե շատ կլասիկ պատկեր է էսենցիալ դողի, սովորաբար առաջինը ինչ որ մենք անում ենք, ժխտում ենք բոլոր պրովոկացնող գործոնները, դա մետաբոլիկ գործոնները, թվանաձև գեղձի ֆունկցիան, ստուգում ենք, որովհետև պացիենտները կարող են ունենալ բավականին թույլ արտահայտված դող, բայց այլ խնդիրներից, հա, ելնելով դեղորայքից կամ նույն վանաձև գեղձի ֆունկցիայի խախտման պատճառով եղած դողը կարող է շատ ավելի ուժեղ լինել, շատ ավելի ուժեղ երևալ եւ արդեն դիսկոմֆորտ առաջացնել։ Դուք ուղարկում եք վանաձև գեղձի ֆունկցիաները ստուգել։ Պարտադիր վանաձև գեղձի ֆունկցիան եւ մի քանի հետազոտություն կա արյան համակարգի հետ կապված, պարտադիր կատարվում է գլխուղեղի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան, որը որ բնականաբար օջախային ինչ-որ ստրուկտուրալ ախտարումը պետք է ժխտի, բայց եթե մենք ունենք երկկողմանի դող, շատ կլասիկ, եթե ընտանիքում շատ հստակ պատմություն կա դողի, միգուցե այս դեպքում հենց դա չկատարվի, բայց մնացած բոլոր դեպքերում դողի իհարկե MRT-ն պարտադիր է, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա։ Այո։ Բժշկուհի, մենք այստեղ նույնպես մի հարց ունենք, հասցնենք մի փոքր հակիրճ պատասխանել։ Հեռուստադիտողը գրում է, ինձ մոտ գիշերային ժամերին է դող առաջանում, հենց պարկում եմ պարկած դիրքում, այդ դողի պատճառով եւ նաեւ դրան ավելանում է շնչառական խնդիրներ, կարծես շնչառությունս կանգ առնի, ես չեմ կարողանում պարտադիր պետք է կանգնեմ, նորից հետո շատ երկար է տևում այդ պրոցեսը, մինչև կարողանում եմ նորմալ քնել։ Խնդրում եմ ասեք, այդ դողը ինչի հետ կարող է պայմանավորված լինել, սա ինձ մոտ առաջացել է 3 տարի առաջ, այդ ժամանակ շատ նյարդային վիճակում էի, բայց մինչև հիմա ժամանակ առ ժամանակ կրկնվում է։ Ամենահավանական պատճառը այս դեպքում տագնապային խանգարումն է, այո, այսինքն մարդը ունի տագնապ, ունի անհանգստություն, որը ակտիվանում է, այսպես ասած, գիշերային ժամերին, դա շատ հաճախ է այդպես լինում, եւ այդ ֆոնի վրա նա ունի նաեւ դող, բայց ցանկալի է նաեւ տեսնել ցերեկային ժամերին արդյոք դող չունի, որովհետեւ կարող է թեթև, չի նշել, բայց կարող է թեթև արտահայտված ունենալ եւ դրան ուշադրություն չդարձնել եւ այդ դողը գիշերային ժամերին այդ տագնապի եւ լարվածության ֆոնի վրա ուղղակի ավելի արտահայտիչ դառնա, ավելի լավ երևա։ Բայց ամենահավանականը այո, հետազոտվելու եւ անպայման կրկին այդ վանաձև գեղձի ֆունկցիան պետք է ստուգվի։ Հասկանալի է։ Դեպքում է։
Շատ շնորհակալ եմ բժշկուհի, մենք կարծես հասցրեցինք պատասխանել բոլոր հեռուստադիտողների հարցերին, հետաքրքիր զրույցի համար շնորհակալություն, հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր մեր տաղավարում էր նյարդաբան Զարուհի Թավադյանը եւ մենք խոսում էինք դողի մասին, սա մի խնդիր է, որ կարող է առաջանալ ինչպես սովորական մի փոքր սթրեսից, վախից եւ այլն եւ մեր նորմալ ֆիզիոլոգիական դողը պարզապես արտահայտվի եւ հետագայում ինքնուրույն էլ անցնի, բայց կարող է այն լինել նաեւ հիվանդագին եւ այս դեպքում է, որ անպայման պետք է դիմել նյարդաբանների, որպեսզի նրանք գոնե ճիշտ ախտորոշեն խնդիրը եւ հանրաժեշտության դեպքում գոնե սիմպտոմատիկ բուժում տեղի ունենա, որպեսզի այդ դողը շատ մեծ ծավալների եւ հաճախականության հասնելով չխանգարի մարդու առօրյային եւ նրա գործունեությանը։ Այսօրվա համար այսքանն ենք նախատեսել, հանդիպելու ենք վաղը նույն ժամին, ժամը 18-ին, մինչ հանդիպում, առողջ եղեք։